Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլ 16-ից 19 կգործողվի Ստամբուլ միջխորհրդարանական միության 152-րդ վեաժողովին մասնակցելու համար։ Հայաստանի Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը, վերջինս արդեն հայտարարել է քաղաքացիական պայմանագրից դուրս գալու մասին։ Արարատ Միրզոյանը Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ներկա է գտնվել Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացման արարողությանը։ Նախարարն ընդգծել է, որ սա կարևոր քայլ է երկկողմ հարաբերությունների զարգացման գործում եւ խորհրդանշում է համատեղ հանձնառությունը, շարունակաբար ամրապնդելու բարեկամությունն ու համագործակցությունը մեր երկու երկրների միջև։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը G7 երկրների առաջնորդների հետ անցկացված վիրտուալ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Իրանը շուտով հանձնվելու է։ Թրամփը նշել է, որ նա վերացրել է մի քաղցկեղ, որը սպառնում էր բոլորին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնում է, որ մարտի 12-ին լիցքավորող ռազմական ինքնաթիռը կործանվել է Իրաքի արևմտյան հատվածում, ինքնաթիռում գտնվող 6 անձնակազմի անդամներից 4-ի մահը հաստատվել է, մինչդեռ փրկարարական գործողությունները շարունակվում են։ UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը հայտարարել է, որ մենամարտելու է Իլյա Թոփուրյակ Ջասթին Գեյջի դիմակայության հաղթողի հետ մինչև 70 կիլոգրամ քաշային կարգում UFC-ի բացարձակ չեմպիոնի կոչման համար։